Շնորհակալություն։ Եկենք կրկին ֆիքսենք, որ թմրամոլությունից հետո երկրորդ աղետը դա խաղամոլությունն է, եւ այսօր մենք ունենք խաղամոլության ծավալների աճ, իհարկե դա պայմանավորված է նաեւ տեխնիկական առաջընթացի հետ, մի շարք հնարավորությունների ստեղծմամբ եւ այլն։ Ես հարց չկարողացա տալ մեր կառավարության ներկայացուցիչին, հարցս հետեւյալն է. Արդյոք ունեք վիճակագրություն, թե Հայաստանի Հանրապետությունում որքան անձ է ներգրաված խաղամոլության կամ այս շահումով խաղերի մեջ, որքան մարդ է այդ խաղերով տարված։ Սա շատ լուրջ վիճակագրություն է եւ կարծում եմ, որ մենք ունենք նաեւ պետական անվտանգության խնդիր եւ ես կարծում եմ, որ այս հարցը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի նաեւ որոշ ծառայությունների կողմից, օրինակ ազգային անվտանգության ծառայության, ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության, որտեղ ֆիքսված է, որ խաղամոլությունը դա հոգեկան խանգարման տեսակ է, դա կախվածություն է եւ ինքը շատ չի տարբերվում թմրամոլությունից, ինչը բերում է մի շարք աղետալի հետևանքների։ Եվ մենք չենք կարող հանդուրժել, որ Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտը նույնիսկ փոքր չափով անվերահսկելի լինի։ Առաջարկում եմ, որ նշված ծառայությունները վերլուծություն անեն եւ ամփոփ տեղեկատվություն ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը, նաեւ ազգային ժողովին, թե խաղամոլության վիճակը Հայաստանում ինչ մակարդակի վրա է, որքան մարդ է ներգրաված եւ կառավարության ներկայացուցիչից սպասում եմ պատասխան, ինչ վիճակագրություն ունենք այս ուղղությամբ։ Շնորհակալություն։